Ասում են դուք մեզ աֆերիստություն եք սովորացնում, կեղծիք եք սովորացնում, դուք կանանց ասում եք ձեզ սենց պահեք, նենց պահեք, իսկ դա կեղծիք է։ Հրաշքներս ոչ, կեղծիք չի, դերասանություն չի, աֆերիստություն չի, ընդհանրապես ասում եմ, տվեք իրար այն, ինչը որ կարևոր է։ Եթե ես գիտեմ դու ինչ ես սիրում, քո համար ինչն է կարևոր, ես քեզ սիրում եմ, ես ուզում եմ քեզ հաճույք պատճառեմ, ես ուզում եմ որ դու լավ զգաս քեզ ու երջանիկ, վերջ։ Եվ այդ ամեն ինչը իրար տալիս եք։ Այո, բաներ կա, որ իմ բնույթի մեջ չկա ու ես չեմ հասկանում, ոնց կարա տղամարդը գա տուն օրինակ ու ասի ես ուզում եմ որ դու ինձ կես ժամ չկպնես, բաներ չհարցնես, տենց ես երջանիկ կլինեմ, վերջ։ Եթե դա իրան երջանկություն է պատճառում, ես դա անում եմ, ու դա ձևականություն չի, դերասանություն չի, դա է սիրուն կյանքն է, որը համ ինձ է երջանկացնում, համ իմ կեսին։ Սա հասկացանք, մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերվում է տղամարդկանց էլ ասեք, ինչի եք մենակ մեզ ասում։ Ես մենակ մի բան կարամ ասեմ, եթե իմ էջը լիներ տղամարդկանց համար, ես իրանց հետ ուրիշ ձև կխոսեի, ու հեչ պետք չէր լինի, որ կանայք էլ դա լսեին, որովհետև ես տղամարդկանց հոգեբանությունն էլ գիտեմ, կանանց հոգեբանությունն էլ։ Ընդամենը երկու բառ եմ ուզում ասեմ, տղամարդուն, դժվար է կնոջդ սիրես, ուշադիր լինես և իրա հոգու մասին հոգ տանես ու չնեղացնես իրա հոգին։ Լավ ասեցի, չէ աղջիկներ։ Բա, հիմա լսեք, հարգանքներս։ Բայց եթե դուք բերում եք, լցնում եք, անում եք, մեքենա եք առնում, ամեն ինչով ապահում եք ձեր կնոջը ու մտածում եք, որ դա հերիք է, որ իրա ուշ կգնա ձեր համար, դուք չարաչար սխալվում եք։ Հիմա շատ դաժան բաներ եմ ասելու, բոլորդ ուշադիր լսեք։ Եթե անգամ դու ամեն ինչ արել ես կնոջդ համար, աշխարհամնա ընտիր մեքենան առել ես, պալատներ ես առել ու հոգսից թեթևացրել ես կնոջդ, ու հոգ ես տանում պաշտպանում ես, եթե դու իրան թողես առանց էմոցիաների, այդ ամեն ինչը հավասարվում է զրոյի։ Այդ ամեն ինչն էլ է կարևոր։ Եվ կարևոր է էմոցիաները կնոջ համար։ Օրինակ բերեմ, որ իմանաք։ Եթե դու այդքան լավ կնոջդ նայել ես, ամենագեղեցիկ մեքենան առել ես իր համար ու չես սիրել, ուշադրություն չես դարձրել, ու սենց ասել ես լավ, գնա ապրի, ամեն ինչ արել եմ քո համար։ Կինդ կքշի մեքենան, կհասնի միտեղ և հանկարծ իրա մեքենան կփչանա, կգա մի օտար տղամարդ և օգնություն կառաջարկի ձեր կնոջը, հետը կասի նստեք էստեղ, մի բաժակ ջուր բերեք ես կնոջը, ես մի հատ տեսնեմ ինչով կարամ ձեզ օգտակար լինեմ, ձեր մեքենան կսարքի, կարող է քշի, կարող է հասցնի, կարող է զանգի մաստեր կանչի, կարող է այդ պահին ցանկացած ձևով ձեզ փրկի։ Եվ ինչ, դու հրաշք տղամարդ, իմացի որ այդ մեքենան, որ դու առել իրա տակն ես դրել թանկարժեք, իրա համար այդ պահին նշանակություն չես ունենա ու ինքը կարա մտովի սիրահարվի այն տղամարդուն, ով իրան էմոցիաներ է տվել։ Опасно, но честно, и я сказала։ Մի խոսքով, ես արտահայտվեցի և բոլոր տղամարդկանց է սա վերաբերվում։ Դա չի նշանակում, որ քո կինը քեզ կթողի կգնա կդավաճանի ինչ կանի, իհարկե ոչ։ Եթե դիմացդ կարգի նորմալ աղջիկա կինը, ընտանիք կինը, ինքը երբեք նման բան չի անի, բայց մտովի կսիրահարվի այդ տղամարդուն։ Հրաշքներս։ Բացի նրանից, որ կնոջը պետք է սիրես, պաշտպանես, հոգ տանես իրա մասին, ընտանիքիդ մասին, օջախիդ մասին, նաև պետք է իրա էմոցիաների մասին էլ հոգ տանես։ Պատչես, սիրես, ուշադրություն դարձնես, օրդ ոնց անցավ, ինչի կարիք ունես, ոնց անեք, որ ավելի լավ լինի։ Վերջ։ Աղջիկներ, իսկ մենք պետք է իրանց ուղիղ ասենք։ Ինձ պետք է, որ դու գաս տուն ինձ պաչես ու սիրես։ Ինձ պետք է, որ դու հիշես, որ ես մեկ-մեկ հոգնում եմ, ինձ տանես միտեղ հյուրասիրես։ Այս ինչ կաֆեն, այս ինչ մառոժնին, այս ինչ ռեստորանը, այս ինչ բլյուդը։ Ես շատ կուրախանամ, եթե դու ինձ առնես այս բրասլետը, Վան Կլիվը Կլևերը խոսքի։ Դե հիմա եթե կարաս առ, եթե չէ, սովորական մի 2000 դրամանոց աչքի մատիտ։ Այո, բառերով պետք է ասենք, որովհետև այդպես է պետք։
Տղամարդը գուշակ չի, որ ասես տխրել եմ, հասկանա ոնց քեզ ուրախացնի, որ ասես մի բան ուզում եմ, չգիտեմ ինչ եմ ուզում, ինքը հասկանա դու ինչ ես ուզում, որ ասես հոգնել եմ ոնց անեմ, մի քիչ հանգստանամ, ինքը հասկանա ոնց անի, հանգստանաս, ոչ, մի սպասեք, բառացիորեն կոնկրետ ասեք ինչ եք ուզում, այդպես է պետք տղամարդու հետ ապրել, բայց հիշեք, կնոջ արածը օջախի համար անփոխարինելի է, կինն իր ամուսնուն դարձնում թագավոր, Աստված, կինն ամուսնու պատիվը, կինն այդ ընտանիքի դաստիարակությունը, ինտելեկտը, այո, կինը եթե խելացի է, եթե ինտելեկտով բարձր է լինում, կիրթ է լինում, այդ ընտանիքը ծաղկում է, ծլում է, ույուտը տան մեջ, երեխաների դաստիարակությունը, ընտանիքի մակարդակը, ամեն ինչ կախված է կնոջից եւ անփոխարինելի է։ Տղամարդը ընդամենը մատերի վրա են քաշվում, ինչ պետք է անի։ Հոգ տանի, պաշտպանի եւ ամբողջ ընտանիքի հոգսերը հոգա, այո, հետնել չմոռանա, որ ուշադիր պետք է լինի կնոջը, վերջ այդ 4 բանն է պետք, կինը ոգևորում է ամուսնուն, ոգեշնչում է ամուսնուն, շնորհակալություն է ասում ու ասում է դու կարաս, դու հզոր ես, դու իմ թագավորն ես, դու մեր տան Աստվածն ես, քո մոտ ամեն ինչը լավ կստացվի ու ստացվում է, շնորհակալ եմ, որ դու մեր կողքին ես, վերջ, էս է սխեման։ Ու այս ամենը ոչ դերասանություն է, ոչ էլ ես ասում եմ փոխվեք, չի կարա մարդը փոխվի, ոչ էլ շինծու բան է, այս ամենը աշխատանք է, սովորություններ ես ձեռք բերում, եւ դու կարողանում ես քո ընտանիքում սիրուն ապրես, հրաշքները սա հենց այն սերն է, սերը դա գործողություն է, եւ երբ որ դու սիրում ես, դու պատրաստ ես անելու ամեն ինչ, որպիսի քո ընտանիքում ամեն ինչ լավ լինի, սեր լինի, խաղաղություն լինի, սա հենց այն աշխատանքն է, հենց այն սերն է, որը պետք է մենք պահենք, եւ ամեն մարդ չգիտի սիրել հրաշքներս, սիրեք իրար, սովորեք իրար սիրել, դա է սիրելը, գործողություն անելն է սիրելը, թե չէ այն ձեր իմացած սիրահարվածությունը, խենթ, ձգողությունը չի սերը, այդ ինչ է, հորմոններդ աշխատեց, ցանկությունը տարտնացավ, սիրահարվել ես, գիտես սիրում ես, ոչ, դա սուտի սեր է, դա որ անցնում է, տակը չգիտես ով է դեմդ մնում, իսկ երբ որ դու սիրում ես կոնկրետ գիտակցելով մարդուն եւ գործողություններ ես անում, դա ամենաթանկ բանն է աշխարհում, դա վեհ բանն է աշխարհում եւ դա է հենց երջանկությունը։ Դու ես երջանիկ լինում, զույգդ էլ է երջանիկ լինում, երեխաներդ երջանիկ առողջ հոգեպես մեծանում են եւ մեր հասարակությունը ամենալավ եւ առողջը կլինի։ Ամեն ընտանիքից է կախված, թե ինչ պետություն կունենանք, ինչ մեր ազգի անունը մենք ենք պահում աղջիկներ։